պատմության։ Մեր հերոսները 20-րդ դարի իհարկե մեր օպերային երգիքերկչուհիներն են, որոնցով հպարտանում ենք միշտ, Շարլ Ազնավուրն է բնականաբար, մեր հերոսները, մեր գրողներն են, որ 20-րդ դարը մեզ խվեց, ու չունենք այսօր, գուցե մենք վատ կապ ունենք Հայաստանի հետ, կան այսօր գրողներ, կան այսօր այնպիսի վերնական ներկայացուցիչներ, որ կարողանան գրողները բարձր ներկայացնել մեր երկիրը, մեր պետությունը, մեր կուլտուրան ապագա սերունդների առաջ։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, չնայած հաճախ լինելով Հայաստանում, հաճախ ամեն տարի լինում եմ, եւ իմ առաջին այցելությունները, որ լինում են, բնականաբար լինում են գրախանութներում։ Շատ եմ ուրախանում, որ իսկապես ինչքան երիտասարդ մարդիկ են գրախանութներում, ես նրանց հետ միշտ հանդիպում եմ, միշտ զրուցում եմ, Facebook-ով ենք միշտ, բայց բանը նրանում է, որ շատ եմ ուզում, որ իսկապես կարողանանք միասին լինել, կարողանանք իսկապես ամիսը մի անգամ, երկուսը ամիսը մի անգամ իսկապես զրուցել, ծանոթանալ մոտիկից, հասկանալ, զգացմունքներ փոխանցել, զգացմունքներ ընդունել, գուցե ինչ որտեղ կարողանանք իսկապես այս զգացմունքները կոնկրետ ինչ-որ գործ դարձնել։ Մենք ապրում ենք իհարկե Հայաստանով, բնականաբար, Հայաստանը մեր հոգու մեջ է անընդհատ, Հայաստանի հոգսերը մեզ ցավ են պատճառում բնականաբար, օգնության ամեն ինչ անում ենք, այնպես որ մենք ձեզ հետ ենք, շնորհակալություն, լավ մնացեք։ Շնորհակալություն։